Նորմալ է, որ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը մամուլի ազատության հետընթաց է գրանցել։ Չգիտեմ։ Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն ինչ լավ է, մենք շատ գոհ ենք, ոչ մի խնդիր չկա։ Չեմ ուզում լսեմ նրա անունը։ Ես ինչ իմանամ։ Ոչ, նորմալ չի։ Դե դիրքերը վատացել է, դա տեսնում ենք բոլորս է, որ վատացել է։ Բայց դե հիմա ամենաշատը ով է մեղավոր, ով է այստեղ մեղավոր, դա ես չեմ կարող ասեմ, բայց դե տեսնում ենք, որ դիրքերը վատացել է։ Առհասարակ նորմալ չի մամուլի ազատության սահմանափակումները։ Առհասարակ աշխարհի որևէ երկրում կլինի Նիկոլ Փաշինյանը, Մակրոնը, չգիտեմ, այնտեղ Տրամպը, ով ուզում է լինի։ Լրագրողի ձեր գործը ինչու՞մ է կայանում, կներեք։ Բայց այստեղ խնդիրը ամենամեծ կարևոր այն է, որ Փաշինյանն ինքն էլ է եղել լրագրող ու հիմա Ահա, բա ինքն էր պայքարում, այդ մարդը պայքարում էր, չէ, ազատության դեմ։ Հա, բայց մենակ մի բան եմ, այստեղ հարցը Փաշինյանը չի, մյուսը չի, մի բան։ Գիտեք, երբ որ մարդուն կարաս գործը քննադատես, բայց մարդու անձին, ընտանիքին, ծնողին, դա վիրավորական է, կլինի լրագրող, դերասան, չգիտեմ, ռեժիսոր, վարորդ, չի կարելի ծնողին, երբ որ գտնում են ընտանիքին, դա մի քիչ աբսուրդ է։ Ես չեմ կարծում, որ հետընթաց է գրանցվել այժմ եւ չեմ կապում ներկա իշխանության հետ, առհասարակ շատ բան է փոխվել նախկին ժամանակներից մինչեւ օրս եւ տեսնում եմ ինչքան ազատություն կա։ Օրինակ բաց կոպիտ խոսելով, տկեղ արտահայտություններ անելով, չեն պատժվում տվյալ լրագրողները, թեպետ պետք էլ չի պատժվեն, պարզապես սահմաննել են երբեմն անցնում, որը ինքս դա նորմալ չեմ համարում։ Անցնում են ցանկացած տեսակի հարաբերությունների, չգիտեմ, թե լրագրող, իշխանավոր, թե ինտիմատիվ բոլոր սահմանները։ իսկ Նիկոլ Փաշինյանը օրինակ չպիտի նույնի բառապաշարի համար ինքն էլ պատասխանատվության ենթարկվի, եթե լրագրողները պիտի ենթարկվեն։ Նայեք, եթե ես կարծում եմ, եթե իրեն անպատվեցին, ինքը չեմ նկատել, որ նույն կերպ պատասխան տա։ Օրինակ եկեղեցականներին, եթե կհիշեք գրառումներով շատ վատ բառեր էր գրում, բայց ոչ մի պատասխանատվության չի ենթարկվեց։ Ուրեմն պետք է իրեն ենթարկեն պատասխանատվության, թե ինչու չեն ենթարկել, թող պատասխան տան չենթարկողները, բայց կարծեմ այդ մարդկանց վրա էլ գործ է հարուցված։ Հետևաբար ամեն մեկը իր բաժնով ունի պատասխանատվության ենթարկվելու խնդիր կամ չգիտեմ, կարծում եմ, որ ընդհանրապես սա կուլտուրայի հարց է, մեր ժողովուրդը խնդիր ունի միմյանց հետ շփվելու, նորմալ հարաբերություններ պահելու խնդիր ունի։ Նորմալ է, որ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում մամուլ ազատության հետընթաց է գրանցել։ Իհարկե ոչ, բայց ստե ես գիտեք ինչ, ցանկացած հարցին պետք է կոնկրետ երկու կողմից նայես։ Օրինակ, որ ես անկեղծ ասեմ, ես ասեմ Նիկոլ Փաշինյան կամ մյուսը, ես իմ բնավորությամբ ուրիշ մարդ եմ։ Լրագրողներ պետք է մի քիչ մակարդակ ձեռք բերեն, անկեղծ որ ասեմ, էլի շատ են բամբասանքով զբաղվում։ Ոչ դա ասենք լրագրողներն էլ չեն այդքան մեղավոր, որովհետև գիտեք ոնց է, ժամանակներն է բերել դրան հասցրել։ Ջահելությունն է, երիտասարդությունն է, կյանքի փորձ չունեն, գիտելիք չունեն, պայմանները եւ վիճակը, այդ ամեն ինչը մի քիչ այն չի, ինչ որ ասեմ, ինձ հաճելի չի։ Մի քիչ պրոֆեսիոնալիզմ պետք է ձեռք բերել լրագրողները։ Հետո քիչ sense գիտեք ոնց հասարակության մեջ sense տարածված է, որ ոչ թե տարածված է, մի բան ասում եմ, որ sense տարածում է դեր լրջությունն ունի, էլի։ Մեկի շահի պաշտպանելու համար ամեն մի քայլի կփորձեն գնան, քիչ ձեր կոնկրետ պահեք, էլի։ 10 մայից ես վերցնեմ գնամ մեկին քննադատեմ, ասենք հիմա ներողություն, եթե ռեալ խոսեն, Նիկոլ Փաշինյանի մասին են խոսում, ասում է ժամանակին, երբ որ ինք եղել է լրագրող, փողա վերցրել մարդկանց գլխին գործ սարքել։ Մենք չգիտեմ դա ճիշտ է թե չէ, բայց իրականությունը դա է, ճիշտ է, ես սիրում եմ դա։ Մեկը վախտես, ախ մեկը ձեր ես մա, իրանց պահովել է խոսակցությունները, մի քիչ լուրջ կարելի է պահել։ Լուրջ դա պատիվ է ոչ միայն տվյալ անձի համար, այլ մասնագիտության նկատմամբ։ Լրագրող մասնագիտության նկատմամբ։ Իսկ այսօր որ ես նայում եմ, իրոք իրականությունն այն է, որ ոնց որ թե չեմ սիրում տենց բացվել, բայց իշախ, չգիտես, հիմար գործողությունների
գործողություններ են անում, որ ոչ մեկի դուրեկան չի։ Երևի իրանք էլ որ գնում են տուն, հետո ասում են «Խես քայլին ես գնացի», հա, իրանք էլ իրանց երևի ճիշտ գնահատական կասեն, որ ճիշտ քայլեր չեն կատարում։ Գիտեք ինչ, թեմա է դա։ Թեմա չի սազում, մի խոսքով չի սազում։